Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց 40-օրյա ժամանակաշրջանի մեջն ենք։ Եվ սիրելիներ, այս շրջանը այն ժամանակաշրջանն է, որ յուրաքանչյուրս ներթափանցենք մենք մեր մեջ եւ տեսնենք, որ այնտեղ ինչ թերություններ կան, ծածուկ վայրեր կան, որոնց վրա պետք է աշխատել, որբեսի մաքրվին ամեն տեսակ գեղդերը ու մեղքերը։ Գիտեք սիրելիներ, որ մեր ներսին, մեր ներքին կյանքին մեջ ամենեն ահավոր բادرազմի թաշտը ուր գտնվի մեր մտքին մեջ։ Միտ կոչվածը զարմանալի բան է։ Մենք կսենք չէ, որ ինչ կմտածես։ Գնայս մարդու թեմքին, բայց մարդուն միտքը ուրիշ տեղ է։ Մարդ աղոտ կնե, բայց ինքը աղոտքին նվիրված չէ։ Ինքը ուրիշ վայրերու մեջ է։ Կամ գնայինք մեկը մտածպաղ վիճակի մեջ եւ գսենք ինչ կմտածես։ Ինչու մտածպաղ ես։ Միտքդ ըսպաղած է։ Երբեմն սիրելներ գլուխնից անգողնին բարձին գտնենք եւ չենք կրնար կնանալ։ Հագարականոր որ մարմինը շատ հոգնած է, աչքերեն քունը գվազ է, բայց միտքը հանգիստ չէ։ 1001 բանի մասին կմտածե։ Իսկապես զարմանահրաշ է մտքի եւ կարողությունը եւ ցավը։ Կարողությունը գսեմ, որովհետեւ հիմա այս պահուն դու կրնակ մինչ այդ իմ ցայնս լսելով, խոսքս լսելով, բայց մտքով ուրիշ տեղեր թափարիլ։ Եվ թերևս եղան մարդիկ, որոնք առաջին այս ռոբեն հազիվ ունգընտրեցին, արդեն միտքով ուրիշ տեղը սկսան մտածել։ Թերևս ըսած խոսքերես մեկու մասին սկսակ միտքով մտածել, բայց ագանչները ուրիշ բան է որ գլսեն։ Միտքով սիրելներ մենք կրնանք անչրբետ բարձրանալ հիմա այս ռոբեին առանց ժամանակի սահմանափակումի, առանց ովե մեկ արգելքի։ Միտքով կրնանք ամեն ուրեք ըլալ հիմա, ինչպես որ օրինակ իրարու համար գսենք, մտքով ես քեզի հետ եմ։ Ինչու, որովհետև միտքը լույսենալ արագ է, ցայնենալ արագ է, ժամանակենալ արագ է, եւ հետեւաբար կարելի է մտքով ուրիշին հետ լալ։ Ասի սիրելներ միտքը բادرազմի թաշտի պես է։ Ինչու, որովհետև այնտեղ բարի եւ չար մտածումները գբայքարին։ Մարդիկ կան իրենց մտքին մեջ չարը գխորին, չարը գահղթի այդ բادرազմի մեջ։ Մարդիկ կան իրենց մտքի մեջ բարին գխորին, հետեւաբար բادرազմի մեջ բարին հաղթած կլա։ Եվ որքան միտքը սիրելիներ այս ցանկի մեջը թափարի, այնքան ավելի թշպախտաբար մարմնավորին կգապվի եւ չի գրնար հոգեվորին, երգնավորին գապված միտք ունենալ։ Եվ մինչդեռ մենք սիրելներ գոչված ենք ինչի երգնավորին, տեսեք Պողոս Արաքյալը շատ սկանչելի գերբով գսե Գողոսացներու նամակի 3-րդ գլխու 2-րդ համարի մեջ երգնավոր բաներու մասին խորհեցեք եւ ոչ թե եգրավոր բաներու։ Երգնավոր բաներու մասին խորհել։ Ինչու, որովհետեւ սիրելներ, երբ որ մարդ երգրավոր բաներու մասին գխորհի, մարմնավոր բաներու մասին գխորհի, եգրավոր ու մարմնավոր այդ բաները զինք մահվան առաջնորդեն։ Այս մասին սկանչելի գերբով Պողոս Արաքյալ Հռոմայեցիներու նամակի 8-րդ գլխու մեջ սիրելներ գխոսի։ Ես գուզեմ ցեզի գարտալ 8-րդ գլխու հատկապես 5-ն 7 համարները։ Տեսեք ինչ կսի Արաքյալը։ Անոնք որ միայն իրենց մարմնական բանջներով կղեկավարվին, անոնց մտածելագերբը մարմնական է։ Մինչդեռ անոնք որ հոգին թելադրած ցևով գաբրին,
Սուրբ Հոգին թելադրածելով Գաբրին, անոնց մտածելագերբը հոգևոր է։ Եվ հիմա 6-րդ համար մարմնագանը խորիլը մահ գբաջարե, մինչ հոգեգանը խորիլը ցանկ եւ խաղաղություն։ Որքան այս միտքը մարմնականին մասին խորի, երկրավորի մասին խորի, այնքան անհանգիստ պիտի լա։ Մինչդեռ որքան երկնավորին մասին խորի, այնքան սիրելներ խաղաղ եւ ցանկ պիտի ունենա, խաղաղություն եւ ցանկ պիտի ունենա։ Եվ 7-րդ համար շատ կարևոր համար է գսե մարմնականին գարչած միտքը, այն միտքը, որ մարմնականին գարչած է, կապված է, աշխարհին կապված է, երկրավորին, քնայունին, անցողագին կապված է, ուրեմն մարմնականին գարչած միտքը Աստուծո թշնամի է, որովհետև Աստուծո օրենքներուն չի հնազանդիր, ոչ ալ գրնա հնազանդիլ։ Ահա սիրելներ, թե որքան կարևոր է, որ միտքը ինչ ենք թաստիարագենք։ Պողոս առաքյալ իր Դիմոթեոս աշակերտին շատ կարևոր խոսք մը գսե առաջին Դիմոթեոսի նամակի մեջ 4-րդ գլուխ 7-րդ համար։ Տեսեք, գսե ինքզինքդ Աստված բաշտությամբ ապրելու մարզե, Աստված բաշտությամբ ապրելու, այսինքն հոգևոր բաներու մեջ մարզե։ Ինչու? Հիմա դարբերությունը ցույց կտա մարմնավոր մարզանքին եւ Աստված բաշտական մարզանքին, հոգևոր մարզանքին։ 8-րդ համար, որովհետեւ եթե մարմնի մարզանքները որոշ բաներու օգտակար են, ստապար, եւ որ մարզանք կնենք, մարմին օգտակար են։ Աստված բաշտությունը ամեն բանի օգտակար է, քանի խոստանա ցանկ տալ թե այս աշխարհի եւ թե անթերցյալի մեջ։ Ուրեմն ինքզինք Աստված բաշտությամբ մարզել, միտքնալ սիրելներ, քանի որ բادرազմի թաշտի մեջն է, պետք է մարզել միտքը, մանավանդ այս բահոց օրերուն, որ փոխանակ երկրավորին, մարմնավորին մասին խորի, երկնավորին մասին խորի։ Եվ հեշտ բան չէ։ Միտքը սիրելներ կարելի այսպես նկատել։ Այն ցիուն, որում վրա դակավին ովևէ մեկը չէ նստած, չէ հեծած։ Ինչ կլա այդպիսիցին։ Ահա որ անգարկ, որտեղ վարժված չէ որ մեկը իր վրա նստի։ Եվ ով որ փորձե իր վրա նստիլ, անմիջապես գադրի գվռնչա գծատկի յետևի ոտքերուն վրա, որբեսի իր գրնագի վրայի նստողը վար ինացնե։ Միտքը անվարժ միտքը, չվարժված միտքը, ճիշտ այդպիսին է։ Եվ որ գուզենք հոգևոր բաներ սիրելներ բերել, չուզեր ընդունել։ Օրինակ, երբ որ գուզենք Աստվածաշունչ ընթերցել, Աստուծո խոսք մտիգնել, հոգևոր ուրեմն պատկամներ լսել, հոգևոր պատկամները մարդիկ կտեսնեն, որ քանի րոպե խոսված է, անցիր, միտքը արդեն ամիջապես գմերժե։ Աչքին ճամփո մտքին քնած միտքը սավ չէ մտիկ միներ, որովհետև միտքը չուզեր ենթարկվել հոգևորին։ Այնքան մենք թափարած ենք սիրելներ այս մարմնավոր կյանքի մեջ, այնքան ամեն օր հևկոտ գերբով գտապարինք այս կյանքոտ այս մարմնավոր կյանքի մեջ, որ միտքը սանցել եւ սևերել հոգևորին վրա հեշտ չէ, բայց անկարելի չէ։ Անոր համար առաքյալը գսե Աստված ինքզինքդ Աստված բաշտությամբ մարզե, պետք է մարզել։ Եվ նորեն կգրտեմ այս ապաշխարության, կարաստորյա բայցողության շրջանը ըսկանչելի շրջան է, որբեսի միտքը մարզենք ամեն օր կանոնավոր գերբով, սուրբ գիրք ընթերցելով, շարական մտիգներով, եկեղեցական արարողությանց մասնակցելով, եկեղեցու սուրբ հայրերեն քրություններ ընթերցելով, աղոտ քնելով, բաներու մասին խորելով, գսե չէ, սուրբ Ներսեշուարի հայրաբեդը իմաստություն օր Հիսուսին մեջ, իմաստություն օր Հիսուս, դուր ինձ իմաստություն ըսպարիս խորել, սպարիս խոսել եւ սպարիս գործել, իչար խորրթոց, իչար փանից եւ իչար գործոց բրգյազիս։ Ուրեմն սիրելներ մարզել, ինքզինք մարզել, միտքը մարզել, որբեսի
վարժված ցիու նմանը լա այլևս սկսին սիրելներ միտքը սկսի հոգևոր բաներու մասին մտածել ինչպես Արաքյալը ասավ երկնավոր բաներու մասին մտածեք ոչ թե երկրավոր բաներու մասին ահա թե որքան կարևոր է օգտագործել այս ժամանակը բարին այո սիրելներ բարին որբեսի միտքը այսպես անբետք չմնա Հռոմեացիներու նամակի 13-րդ գլխու 2-րդ համարի մեջ Թարցիալ Բողոս Արաքյալ շատ կարևոր խոսք ունի գսե այս աշխարհի մարդոց վարմունքը մի ընդօրինակեք ինչու որովհետև միտքը միշտ վարժված է այս աշխարհի մարդոց վարմունքը ընդօրինակելու եւ մենք ինչ կսենք ամեն մարդ նույնը գնե բայց չէ որ մենք Քրիստոսով այլևս սիրելներ նոր մարդ ենք Չէ որ այլևս Քրիստոս է մեր օրինակը ոչ թե մարդը Եվ տեսեք ինչ կսե շարունակության Բեչարակյանը ուրեմն այս աշխարհի մարդոց վարմունքը մի օրնագեք այլ նորոգված միտքերով նոր մարդ եղեք Նորոգված միտքերով նոր մարդ եղեք որբեսի ծեր փորձառությամբ ընտրեք ոչ թե ուրիշներուն նայելով այլ ծեր փորձառությամբ ընտրեք լավը Գիտնալով Աստուծո գամքը, այսինքն ինչ որ բարի է, ընդունելի է իրեն եւ գադարյալ։ Ինչ որ բարի է, ընդունելի է Աստուծո եւ գադարյալ։ Ահա սիրելներ, այսպես է որ մենք կսկսենք ունենալ նոր միտք։ Նոր միտք։ Որովհետեւ միտքը սիրելիներ գրնա մարդս ահավոր վիճակներու ասնել։ Երբեմն սիրելներ միտքի մեջ մարդիկ ցայներ գլսեն իրենց ուղեղի մեջ ցայներ գլսեն այդ բոլոր ցայները որ նույնիսկ մարդս խելակարության առաջնորդեն գհյուձեն գմաշեցնեն թիվային ցայներ են դիրոջ մեջ են նույնիսկ սիրելներ չարը մարդու մտքին մեջ մանավանդ նորաթարցներուն մտքին մեջ ինչ կբերե Եվ որ գտեսնե որ նորաթարցը Քրիստոսի դարձավ ուրախության մեջ է, մտքի մեջ հայոյություն կբերե։ Մարդիկան քանի օքիներ եկած են ասած են հայր բարթև, ամբողջ մտքովս գդարաբիմ ինչու գսեմ, որովհետև մտքիս մեջ անտատար Աստուծո թեմ հայոյություն կա։ Ադիգա քեզ մեջ է, սիրելի եղբայր, սիրելի քույր, ադիգա Սատանային թևին բերած մտքիդ վրա բարդացած աստեցությունն է, որ դու կարողանաս, որպես դու հայուես Աստուծո անունին, հայուես Աստուծո մտքով, եւ դու քեզ շարժարես, որ ինչ ահավոր թժոխային մտքեր ունին։ Կարելի է անոր հաղթել աղոթքով։ Ամեն անգամ այլևս մտքի նսելով յետիս կնա, չար սատանա եւ միտքը նորոգելով իսկ նաև սիրելներ երբեմն հավատացյալներու մոտ ագաբադայի այս հայոյալից միտքը ադալ իր հբարդութենեն գրնակալ գարձելով որ մյուսներն ավելի բարձր է եւ այս անգամ կսկսի հայոյալից խոսքեր ունենալ Աստծո նկատմամբ գամ երբեմն սիրելներ չարը մարդու միտքը գառնե Եվ օրինակ նորաթարցին կսկսի անտատար իրեն աղոթել Գարձելով որ այդպես Աստուծո գամքն է որ գադարե բայց գհյուձի գողնի գսպարի եւ վերջնալ հավատքեն գերանա Երբեմն մարդ սիրելներ կտեսնես որ 10 անգամ խաչ կանե 10 անգամ խաչ կանե 10 անգամ խաչ կանե Ինչու որտե միտքի մեջը այն գա որ եթե մեկ հատ խաչ բագաս հանեց ուրեմն Աստված իրեն պիտի զարնե Մեկ հատ եթե բագաս հանեց Միտքը հավասիկ չարը գոկտակորձե նույնիսկ սեմ հավատացյալներու մոտ որբեսի իշխե իր գետրոնացումը հաշիվին վրա բերե օրինակ խաչ հանելուն եւ ոչ թե խաչագնքելուն մեկ անգամ խաչագնքե հավատքով խաչագնքե Եվ բավարար է Գամ մեկը սիրելիներ Հավատացյալը Օրինակ դուրեն դուրս պիտել է Գիտեմ հավատացյալներ գիտեմ Որոնք խորունք հավատացյալ են այո Բայց չարը այնպիսի միտ բերած է որ Պետք է դանդ բոլոր սուտ կիրկեր հետ տանես ուր որ երթաս
Այսպես ասոնք սիրելիներ դեպապար ուրիշ բան չէ, եթե ոչ չարին գողմե եղած միտքեր կամ երբեմն չարը միտքի մեջ կբերե նախ շատերու միտքի մեջ են չարը գուզե հերացնել դժողքի գաղափարը ինչ դժողքի ինչ բան ասոնք բարապաները մարդիկ ստեղծած են որբեսի ուրիշներուն վրա իշխեն դգարներուն վրա իշխեն գրոնավորները իրենք ստեղծած են որբեսի մարդիկի իրենց ենթարկեն այսպիսի բաներ մարդոց մտքի մեջ որբեսի չհավատան ոչ դժողքին ոչ տրախտին ոչ աստուծո ոչ մեկ բանի եւ նաեւ գամիս կոմը Սատանան այս անգամ մարդոց մեջ կբերե այնպիսի ահավոր երևույթներ դժողքի վերաբերյալ հակառակ որ ինք չար ոգիները իրենք ալ պիտի այդ ահավոր գրագի մեջ այրին բայց կբերե մարդու մտքի մեջ սելու համար որ ասի արդար է որ դու նստեղծվիս այս կյանքին մեջ եւ քանի որ սկանի մա սխալ գործերես ուրեմն պիտի գործվիս հավիտենաբես եւ ինչ կստեղծեն մարդու մեջ ըմպոստություն աստուծո թեմ տեսեք չար ուր մտավ մարդուն մտքին մեջ Բողոս Արաքյալ Եփեսացիներու նամակի մեջ սիրելիներ երբ որ հավատքի սպառազինության մասին գխոսի որ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա սպառազինվի Սուրբ Հոգիով Քրիստոսով Գարտացեք անպայմանորեն Եփեսացիներու նամակի 6-րդ գլխու 10-ն մինչև 17 համարները հատկապես սիրելիներ ուրեմն Բողոս Արաքյալը երբ գխոսի թե ինչպես մեր վրա պետք է առնենք սպառազինություն աստծո սպառազինությունը որբեսի երբ որ չար օրը կա յետ մղենք զայն եւ չարին հարվածները գասեցնենք այնտեղ սիրելներ զանազան ուրեմն մասերու մասին գխոսի թե ինչ բաներ մեր վրա պետք է առնենք օրինակ ասե Ճշմարտությամբ ամբրաբնտեցեք ձեր մեջքը արդարությունը հակեք զրահի պես եւ խաղաղությունը քարոզելու պատրաստակամությունը հակեք գոշիգի պես եւ այս բոլորին վրա գսե հավատքի վահանը առնեք որբեսի գարենակ չարին արցակած բոլոր մխացող նեդերը մարել վահանը որբեսի պաշտպանվի հիմա արեք նաեւ 17-րդ համարը գարտամ արեք նաեւ փրկության սաղավարդը սիրելներ գլուխը ծածկելու համար է ինչպես որ երբ որ մարդիկ մոտոր պիտի քշեն սաղավարդ կտնեն իրենց գլխուն ինչպես որ բادرազմի դերտան սաղավարդ կտնեն երբ որ մրցումի օտո պիտի քշեն սաղավարդ կտնեն երբ որ սկեյթբորդ պիտի քշեն սաղավարդ կամ հեծանի պիտի քշեն սաղավարդ կտնեն գլուխին ծածկելի կտնեն սիրելներ այդպես Արաքյալը գսե որ արեք փրկության սաղավարդը եւ Սուրբ Հոգին սուրը այսինքն Աստուծո խոսքը Ինչու որովհետև սիրելներ երբ որ սատանան մեր մտքին մեջ գբերե այնպիսի մտածումներ որոնք թեմ են միայն սատանային թեմ գրնանք բայկարիր սուրով այսինքն Աստուծո խոսքով ինչը սավ Հիսուս սատանային փորձության ժամանակ յեդիս կնա սատանա եւ ամեն անգամ սատանան երբ փորձեց Աստուծո աստվածաշունչեն խոսքը բերել Հիսուս Աստուծո խոսքով հաղթեց սատանային Ուրեմն սիրելներ, պիտի չթողնենք, որ սատանան մեր մտքին հետ խաղա։ Գսենք չէ այս խոստալ։ Սատանան մտքիդ հետ խաղցերը, որ այսպիսի քեշություններ գնես, այսպիսի թժոխային մտածում ունենաս։ Սիրելիներ, շատ կարևոր է, որ ըսկուշ ըլլանք։ Տեսեք, Աստված բաբան հետևյալ խոսքը գսե Երեմիա մարգարեի 17-րդ գլխու 9 եւ 10 համարներ պիտի գարտամ գսե Սիրտը ամեն բանին ավելի խաբեբա ու խիստ չար է զանիգա ով գրնա գիտնալ Ես դերս միտքը գկնեմ Աստված գսե մարդու միտքը գկնեմ սրդերը գփորձեմ որբեսի մարդուն իր ջամփուն համեմատ ու իր կորձերուն բդուղին համեմատ հադուցանեմ իրեն Սիրելներ Աստված միտքը գկնե եւ սիրտը Մեր միտքը ինչպիսին է Ինչ ծածկված կա այնտեղ Երևակայեցեք որ սիրելներ մեր գլխուն վրա այսպես հերադեսիլի այս բադուհամը լար եւ մեր մտքի մեջի անցածներ այսպես ամենը քրվեր ամբողջությամբ ամենքս իրարու միտքը գարտայինք Ամենքս երբ որ իրարու նայեինք, տեսնենք որ ինչ կմտածի մեկ մյուսի նկատմամբ։ Երբեմն որովհետև այնքան խորամանկ ենք միտքը, որով
Տուն դեմքով ժպիտով մարդու հետ խոսիս, բայց մտքիդ մեջ ինչեր կմտածես անոր մասին։ Իսկ Եսայի մարգարեի 26-րդ գլխու 3-րդ համարի մեջ դերը գսե. Հաստատ միտքը գադարյալ խաղաղության մեջ կբահես, վասնզի քեզի գուսա։ Հաստատ միտքը խաղաղության մեջ կբահես։ Անոր սիրելներ Աստուծո գուսա հաստատ միտք ունենա։ Ոչ թե երգմիտ, այլ հաստատ միտք։ Երգմիտ մարդը երկու միտք ունեցող մարդն է, որ չարենգու կա։ Իսկ հաստատ միտքը խաղաղություն ունենա։ Երգմիտ մարդը խաղաղություն չի գրնար ունենալ։ Ահա սիրելի եղբայրներ եւ քույրեր, դակավին շատ երկար կարելի է մտքի մասին խոսել, բայց մտածենք թե միտքը ինչեր գրնանել, ինչ կարողություններ ունի։ Զարմանալի է, չէ, որ գնստինք հերադեսիր գտիդենք 2 ժամ, 3 ժամ գնստինք իրար հետ կխոսենք, համացանցի մեջ կլանք հերախոսով գտիդենք ամբողջ թիմադեդրերը ամեն դեր գմտնենք ելենք, միտքը չի շեղիր։ Բայց հազիվ հանուն հոր եւ որդվո եւ օկվին սրբո ամեն հայր մեր գսենք արդեն երրորդ բարեն վերջ միտք ուրիշ դեր կնաց։ Ինչու՞։ Որովհետեւ սատանան մտքի մեջ մտավ, որովհետև գիտե որ եթե միտքը գետրոնանա հավատքի վրա, Աստուծո վրա, սատանան ինքը կբարդվի, անորամար գարնե միտքը եւ գդանի։ Գարնե ու գդանի մարդուն միտքը։ Պետրոս Արաքյալ սիրելներ, դեսեք ինչ կսե առաջին Պետրոսի նամակի առաջին գլխու 10-րդ համարի մեջ։ Հետևաբար միտքով պատրաստ եւ արթուն եղեք ձեր ամբողջ հույսը գաբած փրկության բարգեւին, որ ցեզի պիտի դրվի, երբ Հիսուս Քրիստոս հայտնվի։ Միտքով պատրաստ եւ արթուն եղեք։ Այս է կարևորը։ Եվ սիրելիներ, գավարդեմ այսօրվան հոգևոր նախաճաշը ընթերցելով ցեզի Բողոս Արաքյալի խրադը, որ ուղղած էր Փիլիպեցիներուն ուղղված նամակի 4-րդ գլխու 7 եւ 8 համարները ցեզ ընթերցելով։ Այնադեն Աստուծո խաղաղությունը, որ միտքով կարելի չի հասկանալ, խաղաղ պիտի բայեցեր սիրտերն ու միտքերը, որոնք Քրիստոս Հիսուսի միացած են։ Ի վերջո, եղբայրներ, խորհեցեք, մտածեցեք այն բաները, որոնք ճշմարիտ են, բարգեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի եւ քովելի։ Այս բաներու մասին մտածենք։ Չարդոնենք, որ միտքը սիրելներ մեղքեր մտածե։ Չարդոնենք, որ միտքով մարդը շնությունն է, բորոնգությունն է, միտքով չարությունն է, չարիք խորի։ Ըսկուշը լանք մեր մտքին, հսկենք վրան։ Այլ սիրելներ առաքինի կյանքով ապրենք, խաղաղությամբ ապրենք, այն խորհուրդներու մասին մտածենք, որոնք բարի են, ճշմարիտ են, քաղցր են, գեղեցիկ են, սուրբ են, որբեսի սիրելներ Քրիստոսի խաղաղությունը ունենանք մեր սրտին։ Ահա այդ ժամանակ է որ բայեցողությունը իսկական բայեցողություն կլա, երբ մենք մեր վրա աշխատենք ու կսկսենք մենք մեզ փոխել, թեպի բարին, թեպի լավը, թեպի Աստուծո կամքը, եւ ոչ թե բարձաբես այսօր այսինչը գերանք բակի, վաղը այսինչը պիտի դենք եւ բակը պիտի վերջանա եւ դժբախտաբար առանց ոյե մեկ ներքին փոփոխության։ Ուստի եղբայրներ եւ քույրեր, ձեր միտքը փոխեցեք եւ Քրիստոսի գաբեցեք։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։